Hey you guys, բարի գալուստ իմ ալիք նորից ինչպես եք, ինձ Դայանան այշուր եկել, միասին սրճում ենք, ես Լարայի ամանն էր, հացեր ուտում նոր, Դայք ուզես բարևես բոլորին։ Այո, ջերմ բարևներ, մետակ խոշեններ։ Այո։ Փոքրիկ սուրճի սեղանին նաև ավելացավ արևածաղիկ, չիպս, չէ, Տանաջան, շատ համեղ, այո։ Երևանում եմ, հետաքրքիր հանդիպում կայանալու այսօր վլոգերների եւ հոգեբանների մասնակցությամբ իհարկե ավելի մանրամասն կտեսնեիք ինչի մասնա խոսքը գնում, բայց ես սխալ տեղ եմ եկել ոնց որ չեմ գտնում։ Հիմա կհարցնեմ տեսնեմ որտեղ է գտնում այդ ակումբը, բայց ոնց որ սխալ եմ եկել։ Մենք արդեն տեղում ենք, ես հազիվ գտամ տեղը, չի գտնում տեղը։ Մի քանի րոպեից կսկսենք։ Մենք արդեն պատրաստ ենք, իրականում նոր Աննան էր նկարում, մենք հանդիպել ենք, ես և Աննան, hi everyone։ Եվ անսահման սիրում եմ ձեզ, որ ներկայ եք հյուսում եք ինձ հետ այս կարևոր օրը։ Հիմա ուզում եմ, որ ճիշտ է, ես ձեզ յուրաքանչյուրի անհատապես ճանաչում եմ, բայց ցանկանում եմ, որ դուք էլ մի քանի բառով ներկայանաք, որպեսզի դուք էլ իրար ճանաչեք եւ դրանից հետո անցնենք արդեն մեր կարևոր թեմաներին եւ նախաձեռնության նպատակին։ Ամենուր կարողացա, գիտես, անչափ անսահման։ Մարինե ջան, ասում եմ ձեզ։ Mən Foxtun Buluruyum, ես Մարինեմ, 27 տարեկան, մասնագիտություն տնտեսագետ։ Ողջ աշխատանքներ է պատրաստում, շատ գեղեցիկ, շատ բնական, դուք ինքներդ կհամոզվեք։ Ivory Armenia ընկերությունը, ինձ թվում է այս ծաղիկը, որ տեսնում ենք, արդեն մնացած ամեն ինչ հասարակական գործողությունները դժվար են կրվում։ Ամբողջ գիշեր քնել ես, առավոտյան ոչինչ չես ուզում ուներ կարծես։ Սա հենց բրնաութի նույն հուզական այրման ախտանիշներն են։ Այսպիսով ինչպես է առաջանում ու զարգանում բրնաութը։ Չէ, հետաքրքիր է, շատ եմ խոսում այս թեմանով, իրականում Ռուբինա ջան, դուք իրականում այդպես եք մտածում, ամեն ինչ դրական, այսինքն թեկուզ աման լվանալը, ինչ որ չգիտեմ, հատակ մաքրելը, առաջինը պետք է ների մեջ արթնանալն է, առաջինը պետք է արթնանալ, որ կարողանալ անել մնացած տան գործերը, երեխային խնամել, բայց ես ուզում եմ ներառել եմ հենց պետքեների մեջ, որովհետև կյանքը ինքը շատ խորն է ու հենց ինքը իմաստ է, որովհետև եթե ես ապրում եմ, ունեմ հենց իմաստ։ Եվ որ ես շատ եմ նայում այնպիսի մարդկանց, որոնք չունեն կարողություն, չունեն ձեռքեր, չունեն ոտքեր, անգամ այդ պետքեները անելու, ինձ համար ամեն ինչը, չգիտեմ, ես անում եմ սիրով, թե տան գործերը, թե աման լվանալ, թե թեկուզ աշխատանք, որ անգամ շատ եմ հոգնեցնում, ասեմ չէ, այնքան գոհ եմ, կարողանում եմ աշխատել, կարողանում եմ հասնել ինչ-որ չափով երեխային խնամել, իմ խնամքով զբաղվել, ես կյանքը ավելի շատ տեսնում եմ դրական տեսանկյունից, եթե դու ապրում ես, դու պետք է շնորհակալ լինես քո օրվա համար եւ դե բնականաբար եղել են, որ Հայաստանից դուրս եմ ապրել, իմ միակ ցանկությունը եղել է այդ ուզում եմ Հայաստան գալ եւ հայկական սուրճ խմելը։ Ու ասել եմ, եթե ես խմեմ հայկական սուրճ, առօրյաս էլ ավելի պայծառ կլինի, դրա համար ինձ համար այդ անգամ աման լվանալ, այդ սուրճ խմել, այդ հոգսը ինձ համար շատ խոր իմաստ ունի։ Կարողանում եմ այդ ամեն ինչը անել, դրա համար միշտ շնորհակալ եմ լինում, այդքանը։ Քննարկում ենք այստեղ տարբեր հարցեր։ Դե կարող եք գծել։ Առանց պարոլի չի մնում։ Ես ուզում եմ ասեմ, որ այս բոկան գնում են իրանց կանչում ասում տատին ասլա 3 հոգով եկեք, որ երկուսը կաստրուլ կամ բռնենք։ Մեկն էլ հացը, պանիրը, կանաչին, շերեփը, ոբշե, դրանք վերցնի գնա։ Ուզում եմ ասեմ, որ դուք բոլորդ էլ հանգիստ եղեք, մենակ Աստված տա բոլորդ էլ տղաներ ունեն, տղաները մեծանան, գնան հայրենիքը պաշտպանեն, դուք հպարտանաք դրանով։ Ես էլ միշտ լավ լինեմ, այդ երեխեքին ծառայեմ։
Բայց այն որ դուք մտածում եք, մտածածները չի դառնում, այսպես ասած էլի, որ ասում եք, ես որոշեցի, այսպես անել չի ստացվեց, այնպես ստացվեց։ Мы предполагаем, Бог располагает։ Դա միշտ իմացեք։ Շատ լավ անցում ամեն բան, որ դուրս գամ կպատմեմ ձեզ ավելի մանրամասն։ Ես տուն եմ գնում, տուն չեմ գնում ավելի ճիշտ, հանդիպելու եմ իմ Քրիստինեի հետ աշակերտիս մայրիկն է։ Այստեղ լիքը նվերներ ունենք, ես կներկայացնեմ տանը։ Հիմա գնամ, որ հասցնեմ հանդիպմանը, որ հետո պետք է արագ գնամ Արմավիր, որովհետև երեխան տատիկիս մոտ է, հիմա տաքսի կանչեմ եւ ուղևորվեմ դեպի տերասա։ Մենք դուրս եկանք, ուղղակի հրաշալի հանդիպում էր, ինչպես միշտ հրաշալի մարդկանց հետ, Սյուզին, իմ աշակերտուհին է, Սյուզի հրաշք մաման Քրիստինեն, ինձ YouTube-ում է հետևել, հիմա կարելի ասել էսպես ենք, հա, շատ մոտ ենք իրար հետ շփվում ենք, եւ Վահեն եւս իմ աշակերտն է։ Ես գնում եմ տուն, դեռ Երևանում էի, 7:30 արդեն։ Ուրեմն ինչպես տեսակ հանդիպեցի նաև իմ աշակերտուհուն Քրիստինեն, իրենց մայրիկին այնքան լավն է Քրիստինեն, իհարկե ուրեմն այսպես սիրուն ծաղկեփուն եւ այստեղ ունեմ նվեր նաև Լարայի համար եւ ելի ունեմ նվեր Քրիստինեի կողմից եւ այսօրվա մեր հովանավորների կողմից ունենք շատ նվերներ, այնպես որ մնացեք ինձ հետ մինչև հասնեմ տուն։ Մենք տուն ենք հասել, սա Քրիստինեի կողմից նվերն է Լարային, այսպես սիրուն, իսկ ինչի ես հանել Լարա ջան։ Հա, շունիկ ուզում ես իրան սիրեմ, շատ է կարոտել։ Այնքան սիրուն կուկու է, նաև ունի իր տագդիրը, կարծեմ, եւ ունի իր սոսկան, հիմա ցույց կտամ։ Լարա տիկնիկն արդեն տեսեք, իսակի ստորիել եմ գցում Instagram-ով, այսպես սա Քրիստինեի նվերն է, շատ գեղեցիկ, արծաթյա ականջողեր են եւ կուլոն, եթե ճիշտ եմ ասում, ասեք ինչքան սիրուն են։ Այսպես պահեմ, որ պես կտեսնենք էլի, ահա, այսպես մեծ հաճույքով կգրեմ և նաև մեր հովանավորների կողմից նվերները շատ են այստեղ, հիմա Instagram-ում ցույց կտամ, հետո նոր կանցնեմ YouTube։ Հələ մի հատ ասեք ինչքան նվերներ ես ունեմ, որից չեմ կիսվել, թե իմ աշակերտների մամաներից և թե իվենտի հովանավորներից, այնպես որ միասին պետք է տեսնենք ինչ սիրուն նվերներ ունենք այստեղ։ Մենակ սուրճս հիշացրեք, սուրճս եփվում է, որ չթափվի, ինձ կարող եք դուրս նետել YouTube-յան հարթակից, որովհետև ես արժանի չեմ ձեզ։ Ասեք ինչու, ասեմ ինչու, որովհետև ես կարող ասել, կարելի ասել 10 օրը մեկ եմ տեղադրում տեսանյութ։ Իրականում այնքան խառաշրջան է ինձ մոտ, թե համագործակցություններ, չգիտեմ, Instagram, թե իմ պարապմունքները, որը ես ամենակարևոր տեղում եմ պարապմունքները, հետո նոր ամեն ինչը, պատասխանատվություն շատ աշակերտուհիների եւ աշակերտի դիմաց, կարելի ասել։ Ուրեմն, սկսենք երևի թե իվենտի նվերներից, ինչպես տեսակ մի քանի օր առաջ ես մասնակցել եմ իվենտից, ես մի քանի օր հետո եմ նկարում։ Ուրեմն ունենք շատ սիրուն նվերներ, շատ, առաջինը Gilberto Martinez, իհարկե ես հասցրել եմ արդեն գրել իրեն։ Մենակ սուրճս չթափվի, ես սերում եմ, ես սուրճս սիրում, հələ մի հատ նայեք ինչքան սիրուն է։ Շատ սիրուն է, նամանավան ձեռքին ինչքան գեղեցիկ է, մի հատ սուրճս բերեմ գամ։ Ահա եւ ես։ Սա գնաց մի կողմ։ Երեխեք, որ դուք ունեք հրաշալի վլոգեր։ Այստեղ մի հատ նվեր կա, որ դուք ասեք, տեսնելու եք մի 2 օր հետո, բայց այս նվերը արդեն ես ստացել եմ, էլի։ Հրաշալի է հաղում բան, ուղղակի։ Հետո, մի հատ հովանավորներին ցույց տամ, հետո անցնեմ մյուս նվերին։ Դե բնականաբար փաթեթավորում է այսպես չի։ Երեխեք, ինձ պետք է նաև հետևեք Instagram-ում, գիտեք։
Ես Instagram-ում ավելի ակտիվ եմ լինում եւ թե համագործակցություններ ամեն բան Instagram-ում է արդեն արվում։ Իհարկե YouTube-ում էլ կտեսնեք, բայց YouTube-ում ավելի ուշ եք տեսնում կամ չեք էլ տեսնի որոշ բաներ, այնպես որ գնացեք Instagram, եթե ունեք Instagram, այնտեղ կարող եք ինձ հետևել, էլի, եթե իհարկե ցանկանում եք։ Սա այսպես չի եղել, փրկվորում ավելի գեղեցիկ է եղել, Instagram-ում story-ներ եմ կարծեմ տեղադրել։ Տեսեք ինչքան սիրուն է, նաև այստեղ կա երաշխիքի հավաստագիր։ Սա էլ եմ հասցրել գրել, այնքան գեղեցիկ է, մանավանդ ջինսետ աբատների հետ կամ ինչ-որ վերնաշապիկների հետ, շատ գեղեցիկ է ու շատ նուրբ է, ինչպես տեսնում եք, արդեն խճճվել է մի փոքր, չես։ 1 րոպե, ինձ 1 րոպե ժամանակ տվեք, 1 վայրկյան ավելի ճիշտ, կամ 2։ Վերջ։ Միատեսեք ես նրբությունը, ինչքան սիրուն է, նուրբ։ Սա էլ, գնաց այստեղ։ Ես կցանկանամ նաև դուք ֆիքսեք բրանդները, որ դուք էլ օգտվեք և պրոֆեսիոնալ մեյքափ, դիմահարդարման պարագաներ։ Ես կարծում եմ, որ ինչքան էլ մենք լինենք գեղեցիկ, մեզ մեկ է պետք է դիմահարդարում, պրոֆեսիոնալ։ Սա աչքի մատիտ, շրթունքի մատիտ, թարդ չանեք, տեսեք, Made in Spain, իսպանական, իրենք շատ լավն են, ես իրենց մասին լսել եմ և բախտ վիճակվեց իրենց օգտագործելու, ինչ ենք ասում իրեն, հայերեն, color powder, դիմափոշի երևի, հա, այսպես ասենք, դիմափոշի, թե setting powder, լավ, ինչևից արդեն հասկացակ ինչ է, սա էլ, ես ինձ չեմ բացել, կարծեմ սա փայլիկներ է, թե, հա, փայլիկներ է, աչկերի համար նախատեսված, հա, ահա, սա էլ գնաց մի կողմ, սա էլ մեր հովանավորների շատ սիրուն նվերների մի մաս է և անցենք թույ մակրամե, սա շատ գեղեցիկ մի բան է, կարծեմ աղջիկների համար էսպես, հա, որ մանավանդ շատ են ճամփորդում և պայուսակի մեջ ձեռքին այդպես հարմար չի լինում, որ շիշը բռնեն, սա հենց դրա համար է, տեսեք, այսպես կարող եք գցել, օրինակի համար ես այսպես իրենք օգտագործեմ և ձեր ջրի շիշը կարող եք դնել, կամ կարող եք որպես դիզայն օգտագործել ձեր բակում, ինչ որ, չէ, սա հենց հատուկ շշի համար է, բայց լավ այսպիսի ծաղկամաններ էլ կա, չէ, որ պատրաստում են ձեռքի աշխատանքի իմ ամենասիրելին է։ Հաջորդը for you հրաշալի մոմերն են, որ ուղղակի խենթացնող, հələ մի հատ նայեք ինչքան սիրուն են, շատ լավն է, և հովազ գինին, որ արդեն չկա, մի քանոնից էլ չի, ես շատ եմ սիրում գինի, գինին ես կարող եմ հաց պատրաստելուց, ինչ որ չգիտեմ, ուղղակի երեկոյան մի փոքրիկ խմել, այնպես չի, որ պես ալկոհոլային խմիչքների սիրահար եմ շատ, չէ, բայց մեկ-մեկ պատահում է, որ պետք է ռելաքս մոդի մեջ մտնել և սիրում եմ նամանավանդ որակով գինի, հովազ, կարծում եմ, որ շատերը ծանոթ եք։ Հիմա անցնենք իմ նվերներին, իմ նվերին ավելի ճիշտ, սա, չգիտեմ, սա ցույց էի տվել, կարծեմ թե ցույց էի ձեզ տվել, եթե չեմ սխալվում, որովհետև տեսանյութը ավելի ուշ եմ հիմա նկարում, մի քանի օր առաջ էի գնացել ես, բայց կարծեմ սա արդեն ձեզ ցույց էի տվել Քրիստինեի նվերներ, և քանի որ բոլոր նվերներն եմ ցույց տալիս, ես նաև հանդիպել եմ իմ Ռուսաստանաբնակ մյուս այլ աշակերտների, որոնք եկել են արմավիր հատուկ ինձ եւ լարային տեսնելու համար, դուք այդ հանդիպման տեսանյութը կտեսնեք արդեն մի քանի օր հետո։ Այսպիսի գեղեցիկ զգեստ լարայի համար, տեսեք,
նաև շոկոլադներ եւ ինձ համար։ Ես էլ եմ նվիրում, բայց չեմ սիրում նկարել իմ նվիրածը, չգիտեմ ինչի։ Այսպիսի գեղեցիկ զարդ։ Ինձ բոլորը շատ լավ ճանաչում են, գիտեք, որ ես շատ եմ սիրուն եւ սիրուն զարդեր, լավ, այսպես ասեմ, խոսքս չկարողացա ճիշտ ձևակերպել, ինչքան սիրուն է։ Փոքր ուզում եմ խոսել իվենթի մասին, շատ հետաքրքիր, ես չգիտեմ անգամ խոսել եմ թե չէ, որովհետև այդ օր այնքան հոգնած էի, շատ հետաքրքիր էր ամեն բան, շատ բան սովորեցի, իհարկե մարդը միշտ պետք է պատրաստ լինի նորը վերցնելու, նորը սովորելուն, հոգեբանի խոսքը շատ ու շատ կիրթ, բանիմաց, կանայք, աղջիկներ կային, ամեն մեկի խոսքը շատ մեծ արժեք ուներ ինձ համար եւ ամեն մեկի կյանքի փորձը, ամեն մեկի տեսանկյունը կյանքի հանդեպ, ինչքան հետաքրքիր է։ Ամեն մարդ ունի իր գույնը, ես միշտ մարդկանց այդպես եմ նկարագրում, եթե բոլորս ունենայինք մի գույն, ինչքան անհետաքրքիր կլինեինք, դրա համար մարդիկ թե վատ եւ թե լավ կողմերով, ես թե իմ վատ, թե իմ լավ կողմերով, ես մի գույն եմ, այսինքն բոլորս տարբեր ենք եւ պետք չէ մարդկանց կատարյալ դարձնել եւ ցանկանալ միշտ դիմացին տեսնել լավը, դիմացին նաեւ պետք է տեսնել իր վատ կողմերով, որովհետեւ շատ քչերն են դիմացինին ընդունում ինչպես որ դիմացինը կա, հա, այսինքն ես որ նկատեցի, որ իրենք երկուսն էլ սոկոլով են, երկու նվերներն էլ, իրենք շատ լավ բարձր որակի արծաթներ են, նոր նկատեցի, եւ ես միշտ փորձում եմ նաեւ մարդկանց տեսնել իրենց բացասական կողմերով, դա նորմալ է, որովհետեւ ես էլ ինքս այնքան բացասական կողմեր ունեմ, շատ, ես դա ինքս էլ եմ նկատում, բայց ես չեմ կարող լինել 100%-անոց մեկը, չկա այդպիսի մի բան։ Նամանավանդ այս աշխարհում, որտեղ որ մենք ապրում ենք, շատ ժամանակ մենք ձեռք ենք բերում այդպիսի մի հատկանիշներ, պաշտպանողական, որ ինքնըստինքյան նավես փոխում է։ Այսինքն ես չեմ սիրում այն մարդկանց, որոնք միայն դիմացին ուզում են տեսնել դեպի լավը։ Ես Ռուբինան եմ, ես բացասական եւ դրական կողմեր ունեմ, ինչպես նաեւ բոլորը։ Այնպես որ եթե դու դիմացին սիրում ես, դու նաև պետք է պատրաստ լինես ընդունել նրան, այսինքն ես միշտ դիմացինի բացասական կողմերն եմ առաջինը տեսնում, հետո նոր դրականը, որովհետև դրական կողմերով ընդունելը մարդուն դա շատ հեշտ է, բայց բացասական կողմերով շատ դժվար է, դրա համար ինձ համար մարդը արդեն իսկ շատ հետաքրքիր եւ շատ կարևոր մեկն է, հա ես ավելի խորն եմ նայում այդ ամեն ինչի, եթե Աստված ստեղծել է մեզ, ուրեմն մենք ամեն մեկս յուրօրինակ ենք, մենք ամեն մեկս մի ծաղիկ ենք, կարելի է ասել, այնպես որ սիրեք, գիտեմ, որ շատ դժվար է, հիմա կաս Ռուբինա ջան, ոնց կարող ես սիրել դիմացինին, ես սիրում եմ, ես շատ եմ սիրում կյանքը, ես շատ եմ սիրում մարդկանց, որովհետև ես բացահայտում եմ ամեն օր ինձ եւ բացահայտում եմ դիմացինից։ Ես էլ եմ մարդ։ Եթե ես ինձ սիրում եմ որպես մարդ, ես ոնց կարող եմ դիմացին ինչը սիրել, չէ՞։ Ես այդպես եմ մտածում, չգիտեմ։ Անկամ իր բացասական կողմերով, որովհետեւ կյանքը շատ կարճ է եւ կյանքը պետք է սիրել։ Անկամ իր դժվարություններով կյանքը պետք է սիրել։ Փիլիսոփայությունից հետո ես արագ մոնտաժ եմ տեղադրում, որովհետեւ այսօր շատ գործեր ունեմ, որ հասցնեմ։ Լավ մնացեք, շնորհակալ եմ շատ ձեզանից, որ դուք միշտ ինձ հետ եք։ Եվ շատ հետաքրքիր տեսանյութեր ունեմ ձեզ համար, սպասեք, մանավանդ Արմավիրում բնակվող աղջիկների եւ կանանց համար շատ հետաքրքիր եւ օգտակար թեմաներից պետք է խոսեմ, այնպես որ մնացեք ինձ հետ։